Հիմա ուզում եմ ստեղ հրավիրեմ նախագծի ղեկավարի, ով որ աշխատում է մեր բոլոր ռազմավարական ուղղություններով, Խաչատուր։ Մենք, ինչպես գիտեք, զարգացրել ենք մեր միջոցառումների կազմակերպման ուղղությունը, թիմը ինքը արդեն առանձին սերվիսներ էլ է մատուցում, բայց նաև այն միջոցառումները, որոնք իմաստային տեսնում ենք ԱՏԾՄ-ի համար կարևոր են, մենք համա կազմակերպիչ ենք դառնում։ Խաչատուրը այսօր խառն է, այս միջոցառումն էլ է Խաչատուրը կազմակերպում։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Մենք մի հատ հաղորդում ունեինք, կոչվում էր թեք նստենք, շիտակ խոսանք, խաչ, հիմա շիտակ պետքա խոսանք, էլի թեք նստենք, ես քեզ պատմի անցար, թեքնիկից էինք սկսել։ Քանի որ լսվում է ձայնս, իսկ այն վերջում լսվում է ձայնս Արմաթի տաղավարի մոտ։ Սկսենք, երևի հարց պատասխանով գնանք։ Դե ինչ է թեքվիքը, այս ինչ թվեր են։ Թեքվիքը ըստ էության ամենամեծ մարզային տեխնոլոգիական միջոցառումն է Հայաստանի պատմության մեջ, որը նախորդ տարի համակազմակերպիչ էր նաև UAT-ին, մեր ամբողջ թիմը։ Ունեցանք ֆանտաստիկ թվեր, իրականում Վանաձորը նախապես պլանավորած էր, որ պետք է այնտեղ անցկացվեր, բայց տարբեր պատճառներով տեղափոխվեց ու 25 թվականին արեցինք, ունեցանք 3500 մասնակից, ունեցանք առաջի անգամ այդ միջոցառման ֆորմատի մեջ էքսպո ֆորմատ, այսինքն կրթական ցուցահանդես, STEM կրթական, ունեինք լիքը հետաքրքիր սփիքերներ, որոնցից մի մասը այստեղ դահլիճում են, պարտներներ, բնականաբար, այս տեսնում եմ։ Սա նաև ասեմ, որ համագործակցություն է մեր անդամներից TCF-ի և Zilus ընկերության հետ, իրենք այս միջոցառումը սկսել էին, հիմա ԱՏԾՄ-ն դարձել է համակազմակերպիչ։ Ու առաջին անգամ երևի հենց թեքվիքի ու Հայաստանի պատմության մեջ Դեվհաքս հակատոնը տեղի ունեցավ, որը իր մասնակցության թմերի քանակով ամենամեծն էր, դրա համար առանձին շնորհակալություն Սպարտակին Գյուրեղյան ու Արամին Քոչարյան Լեյերսվապ ընկերությունից։ Ստեղ թեքվիքից մի քանի կադրեր, եթե ով չի եղել, մի հատ ստեղ կարևոր կտոր կա, որ թեքվիքի ժամանակ նաև ամուսնության առաջարկ ա եղել։ Ով է հիշում այդ ամուսնության առաջարկը։ Հիշողներ կան։ Երևի գնանք առաջ, Digitech, ժողովուրդ երևի Digitech-ի մասին 25 տարվա, ԱՏԾՄ 25 տարվա ու Digitech-ի 20 տարվա պատմության մեջ բոլորդ լսել եք, մասնակցել եք, այցելել եք, ինքը Հայաստանի ամենամեծ միջոցառումն է, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, ուղիղ իմաստով ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումն է, իսկ փոխաբերական իմաստով ամենամեծ միջոցառումն է բոլոր առումներով, հիմա ստեղ ոնց որ թվեր ունենք, այս թվերը իրական են, մենք այս 30 վիզիտորներին բոլորին ճանաչում ենք, հատ-հատ։ Այս գլուխը գովացել եմ ես արդեն սկզբից։ Այս գլուխը գովացել ես։ Մասնակից ընկերությունների մասով վերջի 3-4 տարիների ընթացքում մենք ոնց որ որոշակի փոփոխություններ ենք արել ու հիմնականում ոնց որ խմբերի ենք բաժանում տեխնոլոգիական ընկերություններին եւ մյուս մասնակիցներին։ Ընդհանուր առմամբ ունեցել ենք 200+ մասնակից ընկերություն ու արդեն երևի 3-րդ թե 4-րդ տարին է հատուկ ստարտափ ընկերությունների համար առանձնացված տարածք ենք հատկացնում, որտեղ կարողանում են իրանք բոլորին ներկայանալ։ Մի քիչ արագ ես, հա, ոնց որ թերթում։ Մերսի։ Գնացինք առաջ 25 թվականի Digitech-ը վերջի 3 տարիների մեջ ամենաբովանդակայինն էր սփիքերների մասով, անունները հիմա տենց որպեսզի չտամ,
մենք ունենք թե Հայաստանից, թե աշխարհից շատ հեղինակավոր հայտնի դեմքեր մեր կոնֆերանսի բեմի վրա ու 26 թվականին խոստանում ենք, որ այդ թե քանակային, թե որակական փոփոխություններ եւս ունենանք։ Ես այդտեղ մի հատ թիզեր անեմ, որ արդեն լուրջ խոսնակների հետ բանակցություններ ընթանում են, իրոք շատ հետաքրքիր մարդիկ են սպասվում, ուղղակի որ վերջնական հաստատում չունենք, անունները չեմ տա, բայց շատ հետաքրքիր է լինելու։ Գնանք առաջ 25 թվականի Digitech-ին մենք մի քանի, այսինքն 23, 24, 25 միասին մի քանի կոնցեպտներ ենք փորձարկում, ըստ էության բոլորը հաջողում են, այսինքն 24-ին մենք կոնֆերանսի ֆորմատը փորձեցինք ոնց որ ներդնել, շատ լավ անցավ, 25-ին արդեն բավականին լավ, դրա մասին հենց նոր խոսեցի, 25-ի երրորդ ուղղությունը Digitech-ի դա ֆեստիվալի կտորն էր, որտեղ հաջողությամբ համագործակցեցինք Ռամբալ Կոշեի թիմի հետ ու ունեցանք 120 արտիստ Digitech-ի բոլոր 3 օրերին ու ամենահետաքրքիր փաստերն էր, որ մենք կարողացանք գիշեր-ցերեկ Digitech կոնցեպտը իրականացնել, որտեղ ոնց որ ասում են արևը մայր չի մտնում, էլի դա արագ ես թերթում, մերսի, այդտեղ շատ բան կար իրականում պատմելու։ Իրականում այդ կոնցեպտը բոլորի համար սկզբից խորհուրդ էր, բայց հետո հասկացանք, որ ինքը դառնում է անբաժանելի մասը Digitech-ի այսուհետ։ Այդտեղ ունեինք էլի Հայաստանից եւ աշխարհից շատ հետաքրքիր արտիստներ, այստեղ Համասյան Տիգրանի նկարն է, բայց եթե փորձենք թերթենք 120 հոգի հետաքրքիր երաժշտություն ստեղծող ու արտահանող մարդիկ էին։ Այ հիմա կարող ես փոխել։ Ինչա լինելու, երկու բառով ես մասով ասեմ, Սարգիսը թիզերը ասեց, ունենալու ենք 4 ուղղություն այս տարի, առաջինը նախ Digitech-ը լինելու է ոչ թե 3 օր, այլ 4 օր, որովհետև շատերը ձեզանից բողոքում են։ Իսկ երբ է լինելու Խաչատուր Digitech-ը, ինձ արդեն շատ են հարցնում։ Այս պրովոկացիոն հարցը ես շուշուտ եմ լսում, հոկտեմբերի առաջի շաբաթն է լինելու կամ սեպտեմբերի վերջի, կամ երկուսը միասին, հեսա որ ասեմ, դրան էլ կհասնենք։ Մեզ շատ են բողոքում, որ Digitech-ին գալիս են ու չեն հասցնում նորմալ շփվել, այլ ոնց որ հիմա, այսինքն մարդիկ եկել են համաժողովին, բայց այն վարդագույն բալկայից են կողմ, ոնց որ շփումը գնում է, ու անելու ենք 4 օր, որպեսզի մարդիկ հասցնեն համ մասնակից ընկերություններին տեսնեն, համ մասնակից խոսնակներին լսեն, համ արտիստների միջոցառումներին մասնակցեն եւ 4-րդ ուղղությունն ենք ավելացնում, դա հակատոնն է, որը որ խոստանում է լինի էլի տեխնոլոգիական ամենամեծ հակատոնը Հայաստանում։ Շնորհակալություն, Խաչատուր։ Մի երկու բառով ասեմ, մենք անցած տարի ասում ենք Digitech-ը 3 գլխանին տև է, այս տարի 4 գլխանին տև է, ու այս ֆորմատները մեկը մեկից հաջող գալիս են լրացնելու, ու Digitech-ը արդեն վերածվել է մասսայական networking միջոցառման, որտեղ մարդիկ գտնում են գործընկերներ, ներդրողներ եւ այլն կոնֆերանս, ֆեստիվալ, ժամանց, ամեն ինչ մի տեղում ու մեր նպատակը այն է, որ Digitech-ը ցերեկները լինի CES-ի Vivatech-ի պես միջոցառում, իսկ գիշերները Burning Band-ի պես միջոցառում։ Նենց որ այդ համաշխարհային մակարդակում ենք մրցակցում։ Շնորհակալություն Խաչատուր, Խաչատուրին կներեք, ինքը սիրում է բեմի հետևում լինի, հենց որ հանում ենք բեմ, մի քիչ լարվում է։